Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այն մասնագետ եմ, ասեն գնացի կռես։ Դրանով ցեմենտի գործարանի հարցը լուծվում է։ Չի լուծում։ Ես իմ գործարանն եմ ուզում։ Ես ստեղ եմ հմտացել, ես ստեղ մասնագիտությունս էսա։ Ես չեմ ուզում 40։ Չի գալի նման ձևով ուրիշ տեղ գնամ աշխատանք չեմ, չի ճարեմ։ Սա իմ հարց, իմ աշխատանքն է։ Սա իմ երկրորդ ընտանիքն է։ Ես էս եմ ուզում։ Եթե ես իմանամ ես գործարանը շահութաբեր չի եղել, եթե ես իմանամ ես գործարանը վնասով աշխատել, չէ։ Ես այն ժամանակ էլ ասեցի, մենք տարվա մեջ 15 օր ենք աշխատել, բայց ամբողջ տարին փող ենք ստացել։ Բայց ասենց, որ ամիս ու կես աշխատես, տարվա մեջ բոլորը համարյա մի ամիս ռեմոնտիա կանգնեն, նորից աշխատել են։ Բայց նման ձևի անցավացող, նման ձևի վերաբերում կեսի առաջի անգամ է մեզ մոտ։ Մեր վերևի ղեկավարները ընդհանրապես չեն ցավացել այս գործարանի համար, որտեղ նրանք չեն ստեղծել այս գործարանը, այս մարդկանց մեջքերով է ստեղծվել։ Այս մարդիկ տարիներով աշխատել են, ստեղծել են, ու այսօր ինչ որ մեկը գա ու քանդի, ինչի համար քանդի։ Ձեզ ով է կազմակերպել, այսօր որ եկել եք մեզնից ինտերվյու եք ուզում վերցնել մենք։ Ինչ որ մեկը վատ է որ եկել եք։ Ստեփանյանն է։ Ոչ, ինչ է ական։ Դե չէ, ուղղակի հետաքրքիր է, այսքան ժամանակ չեք եկել, չեք զբաղվել այդ մեր ժողովրդի հարցով։ Հիմա այսօր 100 անգամ ումը չենք դիմել, լրիվ դիմել ենք էկոնոմիկայի նախարարին, մեր պատգամը։ Լավ եք արել, ձեզ ուղղակի հետաքրքիր ով է հետ ինչ որ մեկը կազմակերպել է, չէ՞, որ մենք էլ եկել ենք լուսաբանելու ձեր խնդիրը բարձրաձայնելու։ Դե մեր խնդիրը է դա, մեր խնդիրը է որ մեր ժողովուրդն աշխատի, մենք էդ ենք ուզում։ Աշխատի, մեր աշխատող գործարանը աշխատի։ Մենք նորից այս դուռը բացի, մենք մտնենք ներս։ Ոչ թե մեր Ոչ, չկա, մենք բոլորը մեր փակած է, պլոմբած է, ոչ մեկը չեն աշխատում։ Մենք մեր գործարանն ենք ուզում։ Շատ բան է։ Բայց այդ ղեկավարները ներկայացնում են, մենք հասարակ աշխատողներ ենք։ Սնանք են ճանաչել ինչ որ, ես չգիտեմ, այնտեղ ղեկավարներին հարցրեք էդի, սնանք են ճանաչել ու այդտենց գնաց կործանման, վերջ։ Կործանվեց ու վերջ։ Մեր գործարանը կործանեցին այդ մարդիկ, որոնց համար հեչ նշանակություն չունի ցեմենտի գործարանը կա թե չկա։ Այսքան ժամանակ ղեկավարությունից ձեզ փորձել են ընդունել, բարձր ինչպես դուք եք ասում։ Իհա, դե վերևինը չէ, բայց մեր փոխտնօրենը իրանց մոտ մենք միշտ էլ դիմել ենք։ Իրանք էլ մեզ հետ տանջվում են, ի՞նչ տարբերություն։ Իրանք էլ մեզ նման են։ Դե հիմա ասենք, եթե դուք լրագրող եք մասնագիտությամբ, դուք ուրիշ տեղ կգնաք աշխատեք։ Դուք պիտի աշխատեք ամեն մեկն իր մասնագիտությամբ, երբ որ հմտացել ես, արդեն աշխատել ես, գիտես այս ցեմենտի գործարանի ցեմենտը արտադրելու էին սկզբից մինչև վերջ, որ դու ես անում։ Ոնց կարող ես գնալ ուրիշ տեղ, ասենք ուր գնաս։ Ասենք գնացինք խանութում աշխատեցինք, ինչի համար։ Ինչի համար, երբ որ ես գործարան ունեմ, ինչի աշխատեմ ուրիշ տեղ։ Ինչի, որ ես հարգանք պատիվ ունեմ ես գործարանում, ինչի գնամ, ինչ որ միտեղ հավաքարարություն անեմ, հարցրեք, ինչի, էլի գնամ, թող լրիվ քանդեն, ազատեն, ասեն գնացեք հավաքարարություն արեք։